2026 թվականը մուտք է գործում նաև այս ամենակարևոր դռնով։ Ձյունածածկ սարերի արանքում կացարանի պատերի տակ նաև դիտակետում երկժամյա հերթափոխի կանգնած սահմանապահ զինվորի մտքում հնչում է միակ բառ մաղթանքը՝ խաղաղություն։ Ինքը շատ խորհրդավոր է ինձ համար, որովհետև ես այստեղ պաշտպանում եմ հայրենիքը ու գիտակցելով, որ իմ ընտանիքն ու իմ հայրենակիցները ապահով անցկացնում են իրենց նոր տարին։ Տխուր եմ, որ ընտանիքիս կողքին չեմ, բայց մի կողմից էլ ուրախ եմ, որ ես այստեղ եմ եւ թե իմ ընտանիքը, թե բոլոր հայ ժողովուրդը մեր հույսին են տոնում ամանորը։ Ծառայությունս ավարտում եմ համերը, մնացել է 24 օր։ Այստեղ պայմանները շատ լավ է, ամեն ինչ լավ է։ Մենք ստե կանոնած ենք, որ հայ ժողովուրդը լավ նոր տարի անի։ 2026 թվականը պատշաճ դիմավորելու համար մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները ընտանեկանին հնարավորինս մոտ պայմաններ են ստեղծել, իսկ դրա համար նրանք ջանք չեն խնայել։ Դեռ անցած տարվանից աշխատանքներ են սկսել ու նախկին գետնափոշինության փոխարեն այսպիսի քարաշեն կացարան են կառուցել։ Մեր գումարտակը համալրված է ժամկետային զինծառայողներով, ամրաշինական աշխատանքներ են կատարել, քարերով եւ գաբիոններով ամրացրել ենք նամանավանդ շրջանաձև պաշտպանությունը, ինչպես նաև առաջնագիծը։ Դիտակետում պարտականությունները կատարելուց հետո զինվորն այստեղ է երկժամյա հանգիստն անցկացնում։ Տակ վառարանի կողքին հասցնում է սնվել եւ ուժերը վերականգնել։ Դիտորդները այս ծառայություն կատարելուց հետո վերադառնում են կացարան, այստեղ ապահովված է լրիվ տաքությամբ, լավ բարելաված է, ու երևի այս տարվա վերջ արդեն կպրծնենք ամեն ինչ, կավարտենք աշխատանքները։ Մարտական հերթապահությունը իրականացվում է զգոն, միշտ ուշադիր, յուրաքանչյուր զինվոր, յուրաքանչյուր դիտորդ իր պարտքը կատարում է բարեխիղճորեն եւ մեծ պատասխանատվությամբ։ Արդյունքում բարձր տրամադրությամբ են նշում ամանորը, հատուկ սննդակարգով կարևորում է գումարտակի հրամանատարի տեղակալը։ Զինվորը մարտական դիրքից զորամաս տեղափոխվում է 14-օրյա հերթապահությունից հետո։ Եթե դիրքերում ամրությունն են ապահովել, ապա այստեղ մարտական պատրաստվածությունն են բարձր մակարդակի վրա պահում։ Իսկ դա չի խանգարում, որ տոնական միջավայր ապահովեն, բայց հրաձգային վաշտի զորանոցում կարևոր ու անձեռն մխելի ներկայությունը զոհված զինծառայողներինն է։ Նրանց անուն առ անուն հիշում են ամեն երեկո անվանականչի ժամանակ։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ այս նկարում յուրաքանչյուր զինվոր հերոսաբար կռվել են, չեն լքել դիրքերը, ուրեմն ունենք զինվորներ, ովքեր նռնակը պայթացրել են եւ նաեւ զոհվել են ու դիրքը չեն հանձնել։ Բոլորը նորակոչիկից մինչև զորացրվող զինվորը գիտակցում են ու կարևորում այս հուշանկյունների առկայությունը զորանոցներում։ Թող 2026 թվականն լինի խաղաղության նորանոր ձեռքբերումների տարի, Փառք Հայաստանի Հանրապետությանը, Փառք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին եւ Փառք հայոց անկախության համար նահատակված մեր բոլոր հերոս եղբայրներին։ Ուսումնական փուլի ամփոփիչ քննությունները ցույց տվեցին, որ զորքը բավական պատրաստված է, ամանորի ու ամանորյա տրամադրության հետ մեկտեղ փորձում ենք այլ ավելի զգոն կերպով շարունակել հայրենիքի պաշտպանությունը։ Պատերազմի թոհուբոհով անցած զինծառայողները վերցրել են անհրաժեշտ փորձ, գիտելիքներ եւ դրանք ներդրել հետագայում խաղաղ պայմաններում անձնակազմի կրթման գործում, ասում է զորամասի սպա հոգեբանը։ Ըստ նրա զինծառայողներն էլ են մեծ պատասխանատվությամբ վերաբերում սահմանային զորամաս տեղափոխվելուն, առավել եւս որ բանակում մշտական բարեփոխումներ են լինում, ստեղծվում նոր պայմաններ։ Այդ աշխատանքները կշարունակվեն նաեւ 2026-ին։ Անընդհատ ասենք զարգանում են բանակը իր ենթակառուցվածքներով, շենք շինությունների հետ կապված, նաև արդիական այդ ամեն ինչը, զինտեխնիկա, զինամթերք, այդ ամեն ինչն էլ գնալով ավելի եւ նաև սոցիալ-կենցաղային պայմանները եւ նաև սննդային այդ կարգը, որ հիմա ներդրված է զինված ուժերում, նոր սննդակարգը, որ զինվորները սնվում են ինչպես իրենց տանը։ Իսկ խաղաղության հարատևության մասին մաղթանքներն այս պատերի տակ չեն դադարում, հատկապես այս զարդարված միջավայրում, որտեղից յուրաքանչյուր զինակոչիկ է ցանկանում իր շնորհավորական խոսքը հասցնել ընտանիքի անդամներին։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Վարդուհի Արզումանյան, Արման Թովմասյան, Կարեն Բաղդասարյան, լուրեր։